Բարև ձեզ, իմ սիրելիներ։ Բավական է հավատալ այն ամենին, ինչ տարիներ շարունակ ձեզ ասել են կարտոֆիլի մասին։ Բավական է խանութում շրջանցել այն, մեղավոր զգալով հեռացնել ափսեից, հյուրերին բացատրել, թե ինչու չեք ուտում այն, ինչ ուտում են բոլորը։ Ձեզ ներշնչել են, որ շաքարային դիաբետի ժամանակ կարտոֆիլը թույն է, եւ դուք հավատացել եք։ Իսկ հիմա ուշադիր լսեք ինձ, որովհետև հիմա կասեմ մի բան, որը շատերին կզարմացնի։ Կարտոֆիլը դիաբետիկի թշնամին չէ։ Թշնամին այն չիմանալն է, թե ինչպես այն ճիշտ պատրաստել եւ ինչի հետ ուտել։ Եվ սա վերաբերում է ոչ միայն կարտոֆիլին։ Գոյություն ունի 7 բանջարեղեն, որոնք դիաբետի ժամանակ ոչ միայն կարելի է ուտել, այլև պետք է ուտել, որովհետև հենց դրանք են նվազեցնում ինսուլինակայունությունը, դանդաղեցնում շաքարի ներծծումը եւ վերականգնում այն, ինչ տարիներ շարունակ քայքայել է դիաբետը։ Այսօր դուք կիմանաք 7 կոնկրետ բանջարեղենների մասին, իրենց կոնկրետ մեխանիզմներով, ոչ թե պարզապես ցուցակ, այլ հասկացողություն, թե ինչու են հենց դրանք աշխատում դիաբետի ժամանակ, եւ ամենագլխավորը, ես կասեմ, թե ինչպես դրանք պատրաստել, որովհետև հենց պատրաստման եղանակից է կախված ամեն ինչ։ Եկեք ես նկարագրեմ մի իրավիճակ, իսկ դուք անկեղծ պատասխանեք ինքներդ ձեզ, արդյոք ձեզ մոտ էլ այդպես եղել։ Դուք կարտոֆիլ եք խաշել, սովորական խաշած կարտոֆիլ, թվում է, թե ինչը կարող է լինել ավելի պարզ եւ անվնաս։ Կերակ մի փոքր բաժին, 2 ժամ անց չափեցիք շաքարը եւ տեսաք մի թիվ, որը ձեզ տխրեցրեց, եւ դուք որոշեցիք. վերջ, կարտոֆիլն արգելված է, այլևս երբեք։ Իսկ հիմա մեկ այլ իրավիճակ։ Ձեր ընկերուհին կամ արևանուհին նույնպես դիաբետիկ է, նույնպես կարտոֆիլ է ուտում, եւ նրա շաքարը կարտոֆիլից հետո ինչ-որ պատճառով չի թրջկոտում։ Դուք նայում եք նրան եւ չեք հասկանում, ինչպես է դա հնարավոր։ Նույն կարտոֆիլն է, նույն դիաբետը, ինչու նրա մոտ աշխատում է, իսկ ձեզ մոտ ոչ։ Տարբերությունը օրգանիզմի մեջ չէ։ Տարբերությունը նրանում է, թե ինչպես է պատրաստված կարտոֆիլը։ Տաք, թարմ խաշած կարտոֆիլը եւ սառը կարտոֆիլը, որը մեկ գիշեր մնացել է սառնարանում, արյան շաքարի վրա ազդեցությամբ երկու բոլորովին տարբեր մթերքներ են։ Եվ սա միայն մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես է մեկ պարզ փաստի չիմանալուն օգտակար բանջարեղենը վերածում թշնամու։ Բայց դա այդպես չէ։ Բանջարեղենները ականապատ դաշտ չեն, դրանք դիաբետի վերահսկման ձեր գլխավոր գործիքն են։ Պետք է պարզապես իմանալ կանոնները։ Եվ այս կանոնները ես ձեզ կտամ այսօր, կոնկրետ, առանց ավելորդությունների, մեխանիզմներով։ Բայց նախքան շարունակելը, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, թե քանի տարեկան եք եւ որ բանջարեղենն եք ամենաշատը վախենում ուտել դիաբետի ժամանակ։ Ես կարդում եմ ամեն ինչ, եւ ինձ իսկապես կարևոր է դա իմանալ։ Մենք սկսում ենք մեր ցուցակը 7-րդ բանջարեղենից, եւ ես միանգամից ուզում եմ, որ դուք շատ ուշադիր վերաբերվեք դրան։ 7. Ճակնդեղ, բազուկ։ Ես այն անվանում եմ խաբեբա բանջարեղեն, որովհետև մարդկանց մեծամասնությունը կամ ընդհանրապես վախենում է դրանից, կամ ուտում է սխալ եւ ստանում հակառակ արդյունքը։ Խոսքը ճակնդեղի մասին է։ Խաշած ճակնդեղը աղցանի մեջ եւ շատ դիաբետիկներ հրաժարվել են դրանից, որովհետեւ լսել են բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, շատ շաքար կա, չի կարելի։ Բայց ահա թե ինչ քչերը գիտեն։ Ճակնդեղի գլիկեմիկ ինդեքսը ճշմարտության միայն կեսն է։ Երկրորդ կեսը կոչվում է գլիկեմիկ ծանրաբեռնվածություն, եւ հենց դա է որոշում արյան շաքարի իրական հարվածը։ Ճակնդեղի գլիկեմիկ ծանրաբեռնվածությունը ցածր է, որովհետև ճակնդեղի մեկ բաժնում քաշով պարզապես քիչ ածխաջրեր կան։ Այո, դրանք արագ են յուրացվում, բայց դրանք այնքան քիչ են, որ շաքարի իրական թռիչք չի առաջանում։ Սա նույնն է, ինչ վախենալ ջրափոսում խեղդվելուց։ Խորություն կա, բայց ջուրը քիչ է։ Բայց սա դեռ գլխավորը չէ։ Ճակնդեղի մեջ գլխավորը բետայինն ու նիտրատներն են։ Բետայինը նվազեցնում է հոմոցիստեինի մակարդակը, մի նյութի, որը դիաբետի ժամանակ քայքայում է անոթների պատը։ Իսկ ճակնդեղի նիտրատներն օրգանիզմում վերածվում են ազոտի օքսիդի, այն նույն գազի, որը լայնացնում է անոթները, բարելավում է արյան շրջանառությունը եւ իջեցնում է ճնշումը։ Դիաբետի ժամանակ անոթները տուժում են առաջինը եւ ամենաուժեղը։ Ճակնդեղն աշխատում է հենց այնտեղ, որտեղ ամենաշատն է պետք։ Ինչպես ուտել։ Խաշած ճակնդեղ 1 գթալ ձիթապտղի յուղով եւ սխտորով։ Յուղը բարելավում է ճակնդեղից ճարպալույծ նյութերի յուրացումը։ Սխտորն ուժեղացնում է անոթային էֆեկտը։
Բաժինը 100-150 գրամ շաբաթական 2-3 անգամ, ոչ ամեն օր, հենց էֆեկտը պահպանելու համար, առանց ծանրաբեռնվածության։ Ըստ դիտարկումների ճակնդեղի կանոնավոր օգտագործումից արդեն 2 շաբաթ անց շատ դիաբետիկներ նշում են ճնշման իջեցում և ինքնազգացողության բարելավում առավոտյան։ Իմ պացիենտներից մեկը, Անահիտ Պետրոսյանը Գյումրիից, ով հիմա 67 տարեկան է, 3 տարի ճակնդեղ չէր ուտում, վախենում էր շաքարից։ Երբ մենք վերլուծեցինք մեխանիզմը և նա սկսեց ճակնդեղ ուտել յուղով շաբաթական 2 անգամ, 1 ամիս անց նրա էնդոկրինոլոգը նշեց անոթային տոնուսի ցուցանիշների բարելավում։ Ճակնդեղն արեց այն, ինչ չէին անում թանկարժեք դեղամիջոցները։ 6-րդ բանջարեղեն՝ գլուխ սոխ։ Այժմ մենք անցնում ենք 6-րդ բանջարեղենին, որը ես անվանում եմ լուռ կարգավորիչ։ Այն բոլորն ուտում են, բայց ոչ ոք չգիտի, թե կոնկրետ ինչն է դրա մեջ աշխատում դիաբետի ժամանակ։ Խոսքը գլուխ սոխի մասին է։ Սոխ կա ամեն խոհանոցում։ Այն գնում է ապուրի, տապակայի, աղցանի մեջ։ Բայց մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չի կասկածում, որ սոխը ինսուլինակայունության նվազեցման ամենահզոր բնական գործիքներից մեկն է։ Սոխը պարունակում է կվերցետին, ֆլավոնոիդ, որը միաժամանակ 2 բան է անում։ Առաջինը, այն ճնշում է ալֆա-գլյուկոզիդազա ֆերմենտը, որը ճեղքում է ածխաջրերը աղիներում, ավելի քիչ ճեղքուն, շաքարի ավելի դանդաղ ներծծում։ Սա նույն մեխանիզմն է, ինչ դիաբետի որոշ հաբերի մոտ, միայն թե առանց կողմնակի ազդեցությունների։ Երկրորդը, կվերցետինը նվազեցնում է հյուսվածքների բորբոքումը, իսկ քրոնիկական լուռ բորբոքումը ինսուլինակայունության գլխավոր շարժիչներից մեկն է։ Վերացնել բորբոքումը նշանակում է բջիջներին հնարավորություն տալ կրկին նորմալ ընկալել ինսուլինը։ Բայց կա մի կարևոր նրբերանգ, որի մասին չեն խոսում։ Հում սոխն աշխատում է մի քանի անգամ ավելի ուժեղ, քան խաշածը կամ տապակածը։ Ջերմային մշակման ժամանակ կվերցետինը մասամբ քայքայվում է։ Հենց այդ պատճառով սոխը ապուրի մեջ, որը եփվել է 1 ժամ, պարզապես համ է, այլ ոչ թե բուժում։ Սոխը թարմ աղցանի մեջ բուժում է, ինչպես որ կա։ Օրական կես միջին գլուխ սոխ, հում վիճակում, աղցանի մեջ, վարունգի և կանաչու հետ կտրատած, 10 րոպե մարինացված խնձորի քացակի մեջ, որպեսզի վերանա կծվությունը։ Կարմիր սոխը պարունակում է ավելի շատ կվերցետին, քան սպիտակը։ Ընտրեք կարմիրը, երբ հնարավորություն կա։ Կա սոխի ևս մեկ ասպեկտ, որի մասին գրեթե չեն խոսում։ Սոխը պարունակում է ինուլին, պրեբիոտիկ, որը սնուցում է աղիների օգտակար բակտերիաները։ Դիաբետի ժամանակ աղիքային միկրոբիոմը գրեթե միշտ խանգարված է լինում, և հենց այդ խանգարումն է ուժեղացնում ինսուլինակայունությունը։ Սոխից ստացված ինուլինը վերականգնում է լակտոբակտերիաների պոպուլյացիան, լուռ, աննկատ, ամեն օր։ Ըստ դիտարկումների, ամենօրյա հում սոխի օգտագործման 3-րդ շաբաթից հետո արդեն շատերը նկատում են, որ ճաշից հետո քաղցրի հանդեպ պահանջը նվազում է։ Դա պատահականություն չէ։ Կվերցետինը կայունացնում է շաքարի մակարդակը և վերացնում է կտրուկ տատանումները, որոնք էլ առաջացնում են ածխաջրերի հանդեպ ձգումը։ 5. Դթմիկ։ Այժմ մենք անցնում ենք 5-րդ բանջարեղենին, և շատերի համար այն դառնում է իսկական հայտնագործություն, որովհետև այս բանջարեղենը կա ամեն բանջարանոցում, արժե կոպեկներ, իսկ նրա ազդեցությունը դիաբետի ժամանակ համադրելի է թանկարժեք հավելումների հետ։ Ես այն անվանում եմ կանաչ պոմպ։ Խոսքը դթմիկի մասին է։ Դթմիկը 94% ջուր է։ Թվում է, թե ինչը կարող է դրա մեջ աշխատել։ Ամեն ինչ։ Հենց այս ջրալիությունն էլ այն դարձնում է եզակի դիաբետիկների համար։ Դթմիկն ապահովում է սննդի ծավալ, գրեթե առանց ածխաջրերի։ 1 ափսե շոգեխաշած դթմիկը հագեցնում է այնպես, ինչպես 1 ափսե շիլան, բայց բարձրացնում է շաքարը 10 անգամ պակաս։ Այն ֆիզիկապես լցնում է ստամոքսը, ձգում է դրա պատերը, հագեցվածության ազդանշան է ուղարկում ուղեղին, և ընդ որում գլիկեմիկ ծանրաբեռնվածությունը մոտ է 0-ին։ Բայց դթմիկն անում է ևս մի բան։ Նրա մեջ պարունակվում է պեկտին, լուծվող բջջանյութ, որն աղիներում վերածվում է գելի։ Այս գելը պարուրում է նույն սննդի այլ ածխաջրերը և դանդաղեցնում դրանց ներծծումը։ Կերակ դթմիկ շիլայի հետ, և շիլան նույնպես ավելի դանդաղ կյուրացվի։ Դթմիկն աշխատում է որպես դանդաղեցուցիչ այն ամենի, ինչ կերել եք դրա հետ։ Ինչպես օգտագործել։ Շոգեխաշեք դթմիկը սոխով և լոլիկով, որպես խավարդ ցանկացած սպիտակուցային ճաշատեսակի համար։ Ավելացրեք ապուրների մեջ, պատրաստեք նրբաբլիթներ դթմիկից, ձվով և կանաչիով, առանց ալյուրի, ձիթապտղի յուղով։ Դա լիարժեք ճաշատեսակ է, շաքարի վրա նվազագույն ազդեցությամբ։
Կարևոր պահ. մատղաշ դդմիկն ավելի լավ է աշխատում, քան գերհասունացածը։ Մատղաշ դդմիկի մեջ ավելի շատ պեկտին կա եւ ավելի քիչ օսլա։ Եթե դդմիկն աճել է 30 սանտիմետրից ավելի եւ սկսել է դեղնել, այն արդեն օսլա է կուտակել եւ դրա գլիկեմիկ ինդեքսն աճել է։ Վերցրեք մատղաշները։ Կա դդմիկ օգտագործելու եւս մեկ եղանակ, որի մասին քչերը գիտեն։ Դդմիկը կարելի է ուտել հում, քերիչով անցկացրած, գազարով եւ կանաչիով աղցանի մեջ։ Հում դդմիկը պահպանում է բոլոր ֆերմենտները եւ պեկտինի առավելագույն քանակությունը։ Դրա համը չեզոք է, այն վերցնում է համեմունքի համը, համեմեք ձիթապտղի յուղով եւ կիտրոնի հյութով։ Կստանաք թարմ խրթքրթան աղցան, որն ավելի լավ է աշխատում, քան ցանկացած խաշած խավարդ։ Փորձեք օրական 1 խավարդ փոխարինել քերած հում դդմիկով եւ 2 շաբաթ անց նայեք գլյուկոմետրի թվերը սննդի այս ընդունումից հետո։ Շատերը չեն հավատում, որ նման պարզ փոխարինումն արդյունք է տալիս, բայց մարմնին չես խաբես, այն անկեղծ է պատասխանում։ Ըստ բիտարկումների, նրանք, ովքեր դդմիկ են ավելացնում ամեն ճաշի եւ ընթրեքի ժամանակ, 1 ամիս անց նշում են ուտելուց հետո շաքարի իջեցում 1-5 միլիմոլով։ Ոչ մեծ փոփոխություն է, բայց ամեն օր, ամեն սննդի ընդունման ժամանակ, 3 ամսվա ընթացքում դա հանգեցնում է գլիկացված հեմոգլոբինի իրական նվազման։ Չորրորդ բանջարեղենը ես անվանում եմ անոթային պաշտպան։ Եվ այստեղ ես ուզում եմ ձեզ պատմել, թե ինչպես այս բանջարեղենն ազդեց իմ մայրիկի վրա։ Նա վախենում էր ամեն մի բանջարեղենից, չէր հասկանում, թե ինչ կարելի է ուտել, իրեն զգում էր իր ախտորոշման պատանդը։ Մենք սկսեցինք մեկ պարզ քայլից։ Ես խնդրեցի նրան ամեն օր ուտել մի բանջարեղեն, որը նա նախկինում գրեթե անտեսում էր, բուլղարական պղպեղ, հում, կտրատած, հենց այնպես կամ աղցանի մեջ։ 3 շաբաթ անց նա ինքը նկատեց առաջին փոփոխությունը։ Առավոտյան գլուխն այլևս չէր ցավում, հետո նկատեց, որ ոտքերն ավելի քիչ են այտուցվում երեկոյան, եւ միայն դրանից հետո, որ ուտելուց 2 ժամ անց շաքարը մի փոքր ավելի կայուն է դարձել։ Բուլղարական պղպեղը վիտամին C-ի պարունակությամբ ռեկորդակիր է բոլոր բանջարեղենների մեջ։ 1 միջին կարմիր պղպեղի մեջ ավելի շատ վիտամին C կա, քան 2 նարնջի մեջ։ Դիաբետի ժամանակ վիտամին C-ի պահանջը կտրուկ աճում է, որովհետև բարձր շաքարը քայքայում է անոթների պատի կոլագենը, եւ վիտամին C-ն անհրաժեշտ է դրա վերականգնման համար։ Առանց բավարար վիտամին C-ի դիաբետի ժամանակ անոթները բարակում են եւ դառնում փխրուն։ Այստեղից էլ առաջանում են լնդերի արյունավոսությունը, կապտուկները նվազագույն հպումից, վերքերի վատ լավացումը։ Բայց սա ամենը չէ։ Բուլղարական պղպեղը պարունակում է կապսանթին եւ լյուտեին, հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են աչքի ցանցաթաղանթը։ Դիաբետիկ ռետինոպաթիան դիաբետի ամենահաճախակի բարդություններից մեկն է։ Բուլղարական պղպեղն աշխատում է հենց այնտեղ։ Ինչպես ուտել։ Հում, կարմիր կամ նարնջագույն պղպեղն ամենահարուստն է վիտամին C-ով, կանաչը պարունակում է ավելի քիչ։ Ջերմային մշակման ժամանակ վիտամին C-ն քայքայվում է, ուստի պղպեղը ապուրի մեջ չի տալիս նույն արդյունքը, ինչ թարմ պղպեղը աղցանի մեջ։ Օրական կես պղպեղը վիտամին C-ի ձեր լիարժեք օրական նորմն է, պարզապես կտրատել եւ ուտել, դրանից ավելի պարզ բան չկա։ Երրորդ բանջարեղենը, որը ես անվանում եմ աղիքային դիրիժոր։ Խոսքը կգնա բրոկոլիի մասին, եւ ես միանգամից ասեմ, որ եթե դուք երբեք չեք սիրել բրոկոլի, կարդացեք մինչև այս հատվածի վերջը, որովհետև այն, ինչ բրոկոլին անում է ինսուլինակայունության հետ դիաբետի ժամանակ, դա չի կարող անել ոչ մի այլ բանջարեղեն։ Բրոկոլին պարունակում է սուլֆորաֆան։ Դա մի նյութ է, որն առաջանում է, երբ դուք կտրատում կամ ծամում եք բրոկոլին։ Միրոզինազա ֆերմենտը միանում է գլյուկորաֆանինին եւ ստացվում է սուլֆորաֆան։ Ինչ է այն անում։ Այն ակտիվացնում է NRF2 սպիտակուցը, բջջում հակաօքսիդանտային պաշտպանության գլխավոր անջատիչը։ Երբ NRF2-ը միացված է, բջիջն սկսում է արտադրել սեփական հակաօքսիդանտները, տասնյակ անգամ ավելի հզոր, քան դրսից ստացված ցանկացած վիտամին։ Օքսիդատիվ ստրեսը դիաբետի ժամանակ ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների քայքայման գլխավոր մեխանիզմներից մեկն է։ Սուլֆորաֆանը պաշտպանում է այդ բջիջները ներսից։ Ֆիննական հետազոտությունները ցույց են տվել, որ բրոկոլիի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը քաղցած փորին 2-րդ տիպի դիաբետ ունեցող մարդկանց մոտ։ Ոչ հսկայական թվերով, բայց կայուն եւ առանց կողմնակի ազդեցությունների։ Բայց կա պատրաստման վերաբերյալ չափազանց կարևոր մի պահ, որը սպանում է ամբողջ էֆեկտը, եթե այն չգիտեք։
Միրոզինազա ֆերմենտը քայքայվում է 70 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճանում։ Եթե բրոկոլին եփեք մինչև փափկելը, սուլֆորաֆան ընդհանրապես չի առաջանում։ 0. Գերիեպված բրոկոլին ապուրի մեջ պարզապես կանաչ խյուս է, առանց թերապևտիկ էֆեկտի։ Ճիշտ եղանակն է կտրատել բրոկոլին և թողնել 10 րոպե սենյակային ջերմաստիճանում։ Այդ ընթացքում ֆերմենտը հասցնում է գործարկել ռեակցիան, և սուլֆորաֆանն առաջանում է։ Հետո կարելի է թեթևակի տապակել ձիթապտղի յուղի մեջ 3-4 րոպե կամ բլանշավորել եռման ջրում ճիշտ 2 րոպե, ոչ ավել։ Խրթխրթան բրոկոլին բուժիչ բրոկոլի է, փափուկ եփվածը պարզապես սնունդ։ Ըստ դիտարկումների նրանք, ովքեր շաբաթական 3-4 անգամ ուտում են ճիշտ պատրաստված բրոկոլի, 1 ամիս անց նշում են քաղցած փորին շաքարի ցուցանիշների բարելավում։ Ոչ մեծ, բայց կայուն։ Դիաբետի ժամանակ կարևորը հենց կայունությունն է։ Երկրորդ. թթու դրած կաղամբ։ Այժմ մենք մոտեցանք երկրորդ բանջարեղենին, որը ես անվանում եմ ֆերմենտացված հրաշք։ Եվ այստեղ շատերը կզարմանան, որովհետև խոսքը կգնա մի մթերքի մասին, որը խիստ ասած վերամշակված բանջարեղեն է, բայց աշխատում է այնքան հզոր, որ ես չէի կարող այն չներառել այս ցուցակում։ Թթու դրած կաղամբ։ Ոչ թե տարայի միջի քացախով մարինացվածը, այլ հենց թթու դրածը, աղով, բնական ճանապարհով թթվեցրածը։ Սրանք բոլորովին տարբեր ազդեցությամբ տարբեր մթերքներ են։ Բնական խմորման գործընթացում թթու կաղամբի մեջ առաջանում են կաթնաթթվային բակտերիաներ, լակտոբակտերիաներ և բիֆիդոբակտերիաներ։ Աղիներ ընկնելիս հենց այս բակտերիաներն են անում դիաբետիկի համար ծայրահեղ կարևոր երկու բան։ Առաջինը. նրանք արտադրում են կարտաշղթա ճարպաթթուներ՝ բուտիրատ, պրոպիոնատ, ացետատ։ Բուտիրատը գլխավոր վառելիքն է աղիքային պատի բջիջների համար։ Երբ աղիքային պատն առողջ է և ամուր, այն արյան մեջ բաց չի թողնում բակտերիալ տոքսինները, իսկ հենց այդ տոքսիններն են գործարկում համակարգային բորբոքումը, որը բջիջներին դարձնում է ինսուլինի հանդեպ ոչ զգայուն։ Առողջ աղիները ինսուլինակայունության նվազումն են։ Երկրորդը. թթու դրած կաղամբի մեջ եղած կաթնաթթուն թթվայնացնում է միջավայրը աղիների սկզբնական հատվածներում։ Թթվային միջավայրում ցանկացած սննդի ածխաջրեր ավելի դանդաղ են յուրացվում։ Կերակ թթու դրած կաղամբ կարտոֆիլի կամ հացի հետ, և նրանց գլիկեմիկ ինդեքսը նվազեց։ Թթու դրած կաղամբն աշխատում է որպես դանդաղեցուցիչ իր հետ միասին կերած ամբողջ սննդի համար։ Ինչպես ուտել։ 2-3 ճաշի գթալ թթու դրած կաղամբ ամեն ճաշին և ընթրիքին, ոչ թե խավարդի փոխարեն, այլ խավարդի կողքին, հենց ածխաջրային սննդի հետ համադրությամբ է այն տալիս դանդաղեցման առավելագույն էֆեկտ։ Պահել սառնարանում, չտաքացնել։ Տաքացնելիս կենդանի բակտերիաները մահանում են։ Ստուգեք բաղադրությունը։ Իսկական թթու դրած կաղամբի մեջ կա միայն կաղամբ, աղ և երբեմն գազար։ Եթե կա քացախ, շաքարավազ, կիտրոնաթթու, դա մարինացված կաղամբ է, այն չպարունակում կենդանի կուլտուրաներ և չի տալիս նկարագրած էֆեկտները։ Ինչպես տարբերել իսկական թթու դրած կաղամբը մարինացվածից խանութում։ Վերցնում եք տարան, կարդում բաղադրությունը։ Եթե գրված է միայն կաղամբ և աղ, դա թթու դրածն է։ Եթե կա քացախ, կիտրոնաթթու, շաքարավազ, դա մարինացվածն է, այն չպարունակում կենդանի կուլտուրաներ։ Համը նույնպես տարբերվում է։ Թթու դրածը թթու է և մի փոքր գազավորված լեզվի վրա։ Դրանք պղպջակներ են կենդանի բակտերիաներից։ Մարինացվածը կտրուկ է և միատոն թթու, քացախից։ Եթե չեք գտնում խանութում, ինքներդ թթու դրեք։ Կտրատեք կաղամբը, ավելացրեք աղ 1 կիլոգրամին 20 գրամ հաշվարկով։ Տրորեք ձեռքերով մինչև հյութ դուրս գա։ Լցրեք տարայի մեջ ծանրության տակ, թողեք սենյակային ջերմաստիճանում 3 օր։ 3 օրից դրեք սառնարան։ Սա ամենաէժան և ամենաարդյունավետ պրոբիոտիկն է, որը գոյություն ունի։ Ըստ դիտարկումների, ուտելիքի հետ թթու կաղամբի կանոնավոր օգտագործումից արդեն 2 շաբաթ անց շատ դիաբետիկներ նշում են մարսողության բարելավում, փխվածության նվազում և որ ամենակարևորն է, շաքարի ավելի հավասար թվեր ուտելուց 2 ժամ անց։ Կարտոֆիլ։ Մենք վերջապես հասանք առաջին բանջարեղենին, այն նույն բանջարեղենին, որից սկսվեց այս տեսանյութը։ Ես այն անվանում եմ արդարացված թշնամի։
Եվ դա իհարկե կարտոֆիլն է, այն նույն կարտոֆիլը, որը դուք վախենում եք ուտել, շրջանցում եք, հեռացնում ափսեից։ Հիմա ես ձեզ կբացատրեմ մեխանիզմը, որն ընդմիշտ կփոխի ձեր վերաբերմունքը դրա նկատմամբ։ Տաք, թարմ խաշած կարտոֆիլը, այո, դրանք արագ ածխաջրեր են։ Գլիկեմիկ ինդեքսը մոտ 70-80 է։ Կերակ, շաքարը բարձրացավ։ Սա ճշմարտություն է, բայց ահա թե ինչ է տեղի ունենում, երբ նույն այդ կարտոֆիլը սառչում է։ 4 գրադուս Ցելսիուսից ցածր ջերմաստիճանում սառեցնելիս կարտոֆիլի օսլան փոխում է իր կառուցվածքը։ Այն բյուրեղանում է եւ վերածվում երկրորդ տիպի ռեզիստենտ օսլայի։ Ռեզիստենտ օսլան չի մարսվում բարակ աղիքում, այն անցնում է առաջ եւ իրեն պահում է որպես բջջանյութ։ Չի բարձրացնում շաքարը, սնուցում է օգտակար բակտերիաները հաստաղիքում, նվազեցնում է բորբոքումը։ Սառը խաշած կարտոֆիլի գլիկեմիկ ինդեքսը մոտ 30 է, դա 2 անգամ ցածր է, քան տաքինը։ Նույն կարտոֆիլը, պահպանման այլ եղանակ, բոլորովին այլ ազդեցություն շաքարի վրա։ Հենց սա է ես նկատի ունեցել, երբ խոսում էի այն ընկերուհու մասին, ում կարտոֆիլը չի բարձրացնում շաքարը։ Ամենայն հավանականությամբ նա ուտում է սառը կարտոֆիլ աղցանի մեջ, սառը վիճակում, կամ թեթևակի տաքացրած, բայց ոչ մինչև տաք վիճակը։ Մասնակի կերկնակի տաքացումը ամբողջությամբ չի քայքայում ռեզիստենտ օսլան։ Մի մասը մնում է, բայց ամբողջական տաքացումը մինչև եռալը կարտոֆիլը վերադարձնում է ի սկզբանե ունեցած բարձր գլիկեմիկ ինդեքսին։ Ինչպես ուտել։ Կարտոֆիլը երեկոյան կճեպով խաշեք, կեղևը լրացուցիչ դանդաղեցնում է յուրացումը, գիշերը դրեք սառնարան, առավոտյան կամ ճաշին այն ուտում եք սառը կամ թեթևակի տաք վիճակում, ծովատարեխի, թթու դրած կաղամբի, ձիթապտղի յուղի եւ կանաչու հետ։ Սա դասական ավանդական սեղան է, միայն թե ճիշտ մատուցված, բաժինը 100-ից 150 գրամ, ոչ ամեն օր, շաբաթական 2-3 անգամ, սպիտակուցի կամ ճարպի հետ համադրությամբ երբեք որպես միակ ճաշատեսակ։ Իմ մայրիկն սկսեց ուտել սառը կճեպով խաշած կարտոֆիլ, ծովատարեխի եւ թթու կաղամբով, շաբաթական 2 անգամ։ 1 ամիս անց նա գրեց ինձ. «Մարիամ, ես 3 կերա կարտոֆիլ եւ ստուգեցի շաքարը, 6.1։ Ես ուրախությունից լաց էի լինում, որովհետեւ 3 տարի նա իրեն զրկել էր սիրելի ուտելիքից եւ պարզվեց, որ դա պետք չէր։ Պարզապես ոչ ոք նրան չէր բացատրել ինչպես»։ Բոնուս եւ ընդհանուր խորհուրդներ։ Եվ հիմա մենք հասանք այն բոնուսին, որը ես խոստացել էի ձեզ հենց սկզբում։ Դա ոչ մեծ, բայց շատ կարևոր եզրափակիչ քայլ է, որն ուժեղացնում է բոլոր 7 բանջարեղենների ազդեցությունը։ Այս բանջարեղեններից որն էլ որ ուտեք, դրան ավելացրեք 1 բան։ 1 ճաշի գթալ առաջին սառը մզվածքի ձիթապտղի յուղ, անմիջապես ափսեի մեջ։ Ոչ տապակելու համար, այլ հենց պատրաստի ուտեստի մեջ։ Պատճառները երկուսն են։ Առաջինը, բանջարեղեններում պարունակվող պաշտպանիչ նյութերի մեծ մասը կարոտինոիդները, վիտամին K-ն, սուլֆորաֆանը ճարպալույծ են։ Առանց ճարպի դրանք յուրացվում են 10-15%, իսկ 1 գթալ յուղով 80-90%։ Դուք կարող եք ուտել աշխարհի ամենաճիշտ բանջարեղենները եւ ստանալ օգուտի 1/10 մասը պարզապես այն պատճառով, որ դրանք ուտում եք առանց ճարպի։ Երկրորդ պատճառը։ Ձիթապտղի յուղի մեջ պարունակվող օլեինաթթուն ինքնին բարելավում է բջիջների զգայունությունը ինսուլինի նկատմամբ։ Սա միջերկրածովյան հետազոտություններից չափված էֆեկտ է։ 1 գթալ յուղը բանջարեղենին ոչ թե խոհարարական հնարք է, այլ ֆիզիոլոգիա։ Կա ևս մեկ փոքրիկ հնարք, որն աշխատում է բոլոր 7 բանջարեղենների վրա միանգամից։ Սկսեք սննդի յուրաքանչյուր ընդունում բանջարեղենից։ Նախքան շիլա, նախքան հացը, նախքան միսը։ Բանջարեղենի բջջանյութն աղիներ է ընկնում առաջինը եւ ֆիզիկապես դանդաղեցնում է այն ամենի ներծոցումը, ինչը կգա հետո։ Նման հերթականության դեպքում ուտելուց հետո շաքարը կլինի 1/5 միլիմոլով ավելի ցածր, քան եթե ուտեիք հատարակ հերթականությամբ։ Փոքրիկ փոփոխություն հերթականության մեջ եւ շոշափելի արդյունք գլյուկոմետրի վրա։ 3 գլխավոր սխալները։ Կա ևս մեկ կարևոր բան, որի մասին պետք է խոսել առանձին։ Բանջարեղենի հետ կապված 3 սխալների մասին, որոնք զրոյացնում են ամբողջ էֆեկտը։ Առաջին սխալ. ուտել բանջարեղենը հյութի տեսքով։ Գազարի հյութ, ճակտնդեղի հյութ, կարտոֆիլի հյութ։
Այս ամենը օգտակար է հնչում, բայց երբ դուք քամում եք հյութը, դուք առանձնացնում եք շաքարը բջջանյութից։ Բջջանյութը մնում է քուսպի մեջ, շաքարը գնում է բաժակի մեջ։ Առանց բջջանյութի այդ շաքարը յուրացվում է ակնարդանթորեն եւ հարվածում է ենթաստամոքսային գեղձին ճիշտ այնպես, ինչպես քաղցր ըմփելքը։ Ամբողջ բանջարեղենը դեղամիջոց է։ Դրանից ստացված հյութը լավագույն դեպքում նեյտրալ մթերք է, վատագույն դեպքում հարված շաքարին։ Երկրորդ սխալ. ուտել խաշած, փափուկ բանջարեղեն որպես սննդակարգի հիմք, մտածելով, որ դա դիետիկ է։ Խաշած գազար, խաշած ճակնդեղ, գերեփված դդմիկ։ Երկար եփելու դեպքում բջջանյութի կառուցվածքը քայքայվում է։ Գլիկեմիկ ինդեքսը կտրուկ աճում է։ Խաշած գազարն ունի գլիկեմիկ ինդեքս 85, ինչն ավելի բարձր է, քան շատ քաղցրավենիքներ։ Հում գազարինը 35։ Նույն գազարն է, այլ պատրաստում, այլ արդյունք։ Պատրաստեք բանջարեղենն այնպես, որ այն մնա մի փոքր խրթխրթան։ Դա պահպանում է բջջանյութի կառուցվածքը եւ նվազեցնում գլիկեմիկ ինդեքսը։ Երրորդ սխալ. ուտել 1-2 տեսակ բանջարեղեն շրջանառությամբ եւ կարծել, որ դա բավարար է։ Վարունգն ու լոլիկը դիաբետիկի սննդակարգ չեն, դրանք խավարենտ են։ Բանջարեղենի բազմազանությունը կարևոր է, որովհետև յուրաքանչյուրն աշխատում է իր մեխանիզմով։ Գլիկևերցետինը սոխից, սուլֆորաֆանը բրոկոլիից, բետայինը ճակնդեղից, պրոբիոտիկները թթու կաղամբից, ռեզիստենտ օսլան սառը կարտոֆիլից։ Դրանք չեն փոխարինում միմյանց, դրանք աշխատում են միասին տարբեր ուղիներով։ Որքան մեծ է բազմազանությունը, այնքան լայն է ընդգրկումը եւ այնքան ավելի կայուն է արդյունքը։ Ես շատ եմ խնդրում ձեզ մեկնաբանություններում գրել, թե այս բանջարեղեններից որն է ձեզ ամենաշատը զարմացրել եւ որից կսկսեք արդեն այսօր։ Գրեք դրա անվանումը։ Ձեր փորձը կարող է պատասխան դառնալ մեկ այլ մարդու համար, ով հենց հիմա կանգնած է սառնարանի դիմաց եւ չգիտե, թե ինչ կարելի է ուտել։ Խնդրում եմ, կիսվեք այս տեսանյութով մտերիմների հետ, ովքեր ունեն դիաբետ կամ բարձր շաքար։ Բաժանորդագրվեք ալիքին եւ սեղմեք զանգակին, որպիսի բաց չթողնեք դիաբետի ժամանակ սննդակարգի մասին հաջորդ թողարկումները։ Եվ վերջում ամենակարևորը. երկրորդ տիպի դիաբետը չի նշանակում, որ սնունդը դարձել է թշնամի։ Դա նշանակում է, որ սնունդը դարձել է դեղամիջոց։ Եվ ինչպես ցանկացած դեղամիջոց, այն աշխատում է, երբ գիտես մեխանիզմը եւ կիրառում ես ճիշտ։ Դուք արդեն գիտեք ավելին, քան դիաբետ ունեցող մարդկանց մեծամասնությունը։ Օգտագործեք դա։ Ստուգեք հենց հիմա ձեր սառնարանը։ Կա այնտեղ արդյոք գոնե 3 բանջարեղեն մեր ցուցակից՝ ճակնդեղ, սոխ, դդմիկ, պղպեղ, բրոկոլի, կաղամբ, կարտոֆիլ։ Եթե կա, դուք արդեն պատրաստ եք սկսել այսօր։ Եթե ոչ, կազմեք գնումների ցուցակ հենց հիմա, քանի դեռ հիշում եք։ Մեկ այց խանութում եւ դուք ունեք ամեն անհրաժեշտ բան գլյուկոմետրի վրա ձեր առավոտյան թվերը փոխել սկսելու համար։ Ձեզ հետ է Մարիամ Վարդանյանը։ Հոգ տարեք ձեր մասին եւ մինչ հանդիպում հաջորդ տեսանյութերում։